Մահվան վարչական շրջանի արդեն 4-րդ խումբն է բարձրանում Հատիսի գագաթ, հետևելու Հիսուս Քրիստոսի արձանիշին աշխատանքներին, մասնակցելու հզոր նախագծի կերտմանը։ Այս արձան համալիրը դառնալու է հայ ազգի միասնության, համերաշխության, վերածննդի խորհրդանիշը եւ միավորելու է աշխարհասփյուր հայությանը մի գաղափարի շուրջ։ Եվ այստեղ ամեն օր բարձրացող կամավորական խմբերը մարդկանց այցելությունները փաստում են այդ մասին, որ հայ ազգը համախմբվել է այս գաղափարի շուրջ։ Մարդիկ իրենց փոքր գործով միանում են ազգային համախմբման եւ վերածննդի խորհրդանիշի ստեղծման կարևոր առաքելությանը։ Կամավորները երկար են սպասել այսօրվան, հիմա այստեղ են ընտանիքներով։ Հիսուս Քրիստոսի արձանից բացի Հատիս լեռան վրա տեղադրվելու են նաև Նոյան տապանը։ Նախագիծն արդեն դարձել է ոչ միայն համահայկական, այլև համաշխարհային կառույց։ Տպավորված են մեր հայրենակիցները տեսածով ու լսածով։ Հրաշք, աննկարագրելի տպավորություն։ Այսպիսի մասշտաբ, չգիտեմ, բառերով արտահայտել, պետք է ուղղակի տեսնել եւ գնահատել։ Հələ պարոն Ծառուկյանը բավականին համեստ է գտնվում, որ շատ քիչ բան է խոսում։ Մասշտաբը չէի պատկերացնում։ Այսպիսի բան կա, մինչև չես գալի քո աչքով չես տեսնում, դու չես կարողանում պատկերացնել լիարժեք։ Լիանկատան։ Երբ որ բարձրացանք, սկսեցինք բարձրանալ Հատիս սարը, ես նոր հասկացա ամբողջ մեծությունը այս պրոյեկտի։ Շատ ուժեղ նախաձեռնություն է, հույսով լինենք, որ ամեն ինչ բարեհաջող կավարտվի եւ բոլորին խորհուրդ ենք տալիս այցելել եւ տեսնել ու իրենց մասնակցությունը ունենալ այս շինարարության մեջ։ Ի սկզբանե տեղեկացել եմ նման նախաձեռնության աշխատանքների մասին, բայց որ այս մասշտաբով է ընթանում, բնականաբար չգիտեի։ Իսկապես Հայաստանի Հանրապետության համար շատ պատմական, հատկանշական քայլ է, որովհետև սրանով եւս զարգանալու է Հայաստանը, տուրիզմը եւ ընդհանրապես հայ առաքելական եկեղեցու քրիստոնյաների համար այս շատ կարեւոր է։ Չէի պատկերացնում, ոնց որ մի հատ մեծ քաղաք ստեղ արդեն։ Ահռելի աշխատանքներ ես չէի պատկերացնում։ Լույսի գանձատուն ցուցասրահում այցելուները հնարավորություն կունենան վիտրաժային նկարների միջոցով իմանալ Քրիստոսի ծննդից մինչև Հայաստանում քրիստոնեության ընդունման ամբողջ պատմությունը։ Մեծ LED էկրանին էլ ցուցադրվելու են ֆիլմեր քրիստոնեության մասին։ Երկրորդ հարկում նաև լույսի գանձատունն է կառուցվելու, ցուցասրահը մեր քրիստոնեության պատմության։ Այնտեղ այս զարդանախշերով ամբողջը պատկերված լինելու եւ այսպիսի վիտրաժային ապակիներով մեր քրիստոնեության պատմության հետ կապված անձանց դեմքերը, պատկերները այսպես այնտեղ ցուցադրված է լինելու։ Այնտեղ մեզ դիմավորելու է Ծաղկած խաչը, երբ մտնենք լույսի գանձատուն, Ծաղկած խաչն է մեզ դիմավորելու։ Այցի ավարտը ինչպես միշտ նշանավորվում է մասնակցության հավաստագրեր ստանալով։ Պատմական նախաձեռնության մասնիկը դարձած քաղաքացիները հեռանում են անմոռանալի էմոցիաներով եւ սպասումով, որ մեր երկրում ստեղծվող նոր հրաշքը իրապես դառնալու է լույսի եւ հույսի խորհրդանիշ։ Մանուշակ Մելքոնյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։